Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր մի քիչ երկար լինելու մեր այս խոսակցությունը, ես կանեմ վերլուծություններ, դուք կանեք մեկնաբանություններ, թեման լինելու է հետևյալը՝ դավաճանություն, անուններ են հնչելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գևորգ Պապոյան, Ռուբեն Ռուբենյան, Հայկ Կոնջոյան եւ նաեւ Շամիլ Բասաև։ Ինչ հետաքրքիր է, քանի որ վերջում կհասկանաք ինչի համար։ Իսկ հիմա ինչ վերաբերվում է վերլուծությանը, ես խնդրում եմ սիրելի բարեկամներ, սա ընդունեք ուղղակի իմ վերլուծությունը, իսկ դուք կմեկնաբանեք, ես ճիշտ եմ անում, թե ոչ այս վերլուծությունը։ Հիմա տեսեք, Արտուր Ֆարմանյանը լինելով 7 տարեկան դառնում է հոկտեմբերիկ։ Երիտասարդությունը չի հասկանա, բայց ասենք 45+ մեր հայրենակիցները կհասկանան։ Առաջի անգամ Արտուր Ֆարմանյանը տալիս է երթում, երբ որ լինում է 7 տարեկան։ Երկրորդ երթումը Արտուր Ֆարմանյանը տալիս է 10 տարեկանում, երբ որ դառնում է պիոներ եւ կապում է կարմիր փողկապը։ Երրորդ անգամ Արտուր Ֆարմանյանը տալիս է երթում 16 տարեկանում, երբ որ ընդունվում է Կոմերտ միություն, Կոմսոմոլ, այդպես ասած։ Ցավոք սրտի Արտուր Ֆարմանյանը չի դառնում կուսակցական, կոմունիստական կուսակցության անդամ, քանի որ չարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խմբակի հետ քանդում է մեր պետությունը, ինչպես եւ մյուս հանրապետություններում այդպես Լևոնները։ Հարցս ինչու՞մն է, որ մարդը պետք է լինի հավատարիմ իրեն գաղափարին, իրեն երթմանը։ Կապ չունի, դա գաղափարի երթում է, ազգի դեմ երթում է, հայրենիքի դեմ երթում է եւ դա չի կարելի դավաճանել, սիրելի բարեկամներ։ Եվ երբ որ ես որոշեցի մտնել քաղաքականություն, զբաղվել քաղաքականությունով, ինձ համար հարց եւ խնդիր չկար, թե ինչպես է անվանելու մեր կուսակցության անունը։ Եվ ձեզ ասեմ, որ 21-րդ դարում միակ կուսակցությունը, որը բացվել է գրող կոմունիստական գաղափարախոսությունը, դա մեր կուսակցությունն է։ Երկրորդը չկա, սիրելի բարեկամներ։ Եվ նպատակը մտնել քաղաքական դաշտ եղել է ոչ թե ինչ որ դիվիդենդներ հավաքել քաղաքական դաշտում, ինչ որ մի ուրիշ անուններ, այլ լինել հավատարիմ մեր գաղափարին։ Քանի որ ես Արտուր Ֆարմանյանս չէի կարող դավաճանել այն 3 տված իմ երթումներին, որը ես տվել եմ, չէ՞ որ ես երթվածել եմ։ Ինչի եմ այս ամենը ձեզ հիմա ասում։ Ուզում եմ հիմա հարց տամ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Ազատի Սարգսյանին։ Պարոնայք նախագաներ, երկրորդ եւ երրորդ։ Չէ՞ որ դուք եղել եք հոկտեմբերիկ, դուք եղել եք պիոներ, դուք եղել եք Կոմսոմոլ եւ ի տարբերություն Արտուր Ֆարմանյանի, դուք եղել եք նաեւ կուսակցական։ Դուք դավաճանել եք այդ գաղափարախոսությանը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Դուք ինչով եք հիմա տարբերվում Նիկոլ Փաշինյանից, որ նենց է մի հատ խոսում եք դավաճանությունից։ Դավաճանել եք, կապիտուլյանտ, դուք կապիտուլირët եք արել ձեր գաղափարախոսությունը։ Դուք դավաճանել եք ու եւ ժողովրդի մեջ, որ այսօր կա որ կոմունիզմը ուտոպիա է, այդ անգրագետ մասային է վերաբերվում։ Նրանք համեմատում են այդ ամեն ինչը ձեր հետ, ձեր նման կոմունիստների հետ, որ դուք գաղափարը դավաճանեցիք, դուք ձեր սկզբունքներն է չէ, դուք ձեր երթմանը դավաճանեցիք։ Ինչպես կարող է հիմա նորմալ լուրջ հասարակությունը ձեզ հավատա։ Դավաճանություն, եթե մի անգամ լինում է դավաճանություն, դա դառնում է սովորություն։ Պարոնայք նախագահներ։ Դրա համար դուք Արտուր Ֆարմանյանի համար, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարի համար դուք բոլորդ դավաճաններ եք։ Դուք սկսել եք այն թվականներից, ես վերջի 8 տարին։ Ժողովուրդ ջան, ես ինչ որ ուզում էի խոսայի այդ դավաճանության մասին, որ ես վերջերս հաճախ են օգտագործում երկու նախագահները դավաճան։ Դավաճանությունը սկսել է բոլորդ եք դավաճան, սկսել է ձեզանից։ Ժողովուրդ ջան, հիմա եկեք տեսնենք այս տեսահոլովակները,
Այնուհետև ես կարձագանքեմ տվյալ պարոններին։ Վերջին 1 ամսվա մեջ Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել է 2 անգամ։ Իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 1 անգամ այցելել է Հայաստան։ Սա աննախադեպ բան է, ժողովուրդ։ Սա նշանակում է, որ Հայաստանի միջազգային կշիռը շեշտակիորեն աճել է։ Ու հիմա կան Հայաստանում մարդիկ, ովքեր որ Հայաստանը շպրտել են աշխարհաքաղաքական հետնախորշի մեջ տասնամյակներ շարունակ։ Ու այս մարդիկ ասում են Հայաստանը կործանվում է, այս ամեն կգան կփրկենք։ Ի՞նչն է կործանվում։ Խելոքներ։ Բա կործանվող երկրի վարչապետի հետ Միացյալ Նահանգների պես երկրի նախագահը 1 ամսվա մեջ 2 անգամ հանդիպում է, որ ինչ անի։ Բա կործանվող երկրի հետ Միացյալ Նահանգները համագործակցության փաստաթղթեր է ստորագրում։ Բա կործանվող երկրում Միացյալ Նահանգների պես երկիրը միլիարդավոր դոլարների ներդրում է պատրաստվում անել։ Բայց մի բան իսկապես կործանվում է եւ կործանվելու է։ Դա ձեր հույսերն են Հայաստանում իշխանություն զավթելու։ Եվ այդ հույսերը վերջնականապես կկործանվեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Իսկ Հայաստանը ծաղկում է եւ ծաղկելու է։ Ոչ մի բան պետք չէ զիջել խաղաղության համար։ Ասեմ ավելին, խաղաղությունն արդեն հաստատված է։ Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, հայտարարել են, որ հակամարտությունն անցյալում է, պայմանավորվել են, որ սահմանները բացվելու են կողմերի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիակատար հարգմամբ։ Եվ այս ամենի արդյունքները մենք արդեն տեսնում ենք։ Արդեն 2 տարուց ավելի է, ինչ մեր սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զինվոր չի սպանվել, սահմանամերձ գյուղերում կրակոցներ չեն լսվում, Ադրբեջանի տարածքով երկաթգծով Հայաստան, Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրվել է հացահատիկ, մեր գործարարները հնարավորություն ունեն նույն տարածքով արտահանել ապրանքներ արտերկիր, եւ սա է խաղաղությունը։ Եվ ինչ պետք է անենք, որպեսզի այս խաղաղությունը լինի մնայուն։ Ընդհանրապես պետք է պահպանենք այն, ինչ ունենք։ Իսկ որ դեպքում խաղաղությունը կլինի մեծագույն ռիսկի տակ։ Եթե Հայաստանն անի այն, ինչ առաջարկում են անել Քոչարյանն ու 2 օլիգարխները։ Օրինակ, եթե Հայաստանը գնա այն տրամաբանությամբ, որ ինքը չի կարող սահմանափակվել իր միջազգայինորեն ճանաչված 29743 կիլոմետր քառակուսով, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Կամ եթե Հայաստանը հրաժարվի սահմանազատման գործընթացից, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Կամ եթե ինչպես առաջարկում են կրկին Քոչարյանն ու 2 օլիգարխները, Հայաստանը որոշի վերաբանակցել արդեն իսկ նախաստորագրված եւ համաձայնեցված տեքստով խաղաղության պայմանագիրը, որը լիովին բխում է մեր շահերից, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Սա պարզ ընտրություն է եւ կարծում եմ հաջորդ ընտրություններին հունիսի 7-ին մենք պետք է կատարենք այս պարզ ընտրությունը։ Մենք ընտրում ենք խաղաղություն, որը արդեն իսկ հաստատված է եւ այն դարձնում ենք անշրջելի, երբ որ մենք 2 տարվա խաղաղությունը, 3 տարվա խաղաղությունը դարձնում ենք 100 տարվա խաղաղություն, կամ ընտրում ենք Քոչարյանին ու 2 օլիգարխներին, որոնք ուզում են գան իշխանության, որպեսզի շարունակեն հարստանալ։ Եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ 4 միլիարդ դոլար ներդրումներ չի լինի։ Դրանք չեն լինի, Հովհան։ Անկախություն էլ չի լինի։ Եթե նկատեցիք, այս բոլորը խոսում են նույն բանից, այսինքն ոնց որ ծրագրաման տվել են, սրանք նույն երգը երգում են։ Հիմա ուզում եմ այս 3 պարոններին, Ռուբինյանին, Պապոյանին, Կոնջոյանին ասել հետևյալը։ Հանդիպել է ձեր չարաբաստիկ վարչապետը Տրամփի հետ։ Հա ինչ անենք, որ հանդիպել է 2 անգամ։ Եթե դուք դրանցից ինչ որ կոզրներ եք ուզում վերցնեք ժողովրդի վրա, ապա պարոնայք, ձեզ մոտ դա չի հաջողվում, ասեմ ինչի համար։ Հիմա ձեր այդ արգումենտները 2 վայրկյանվա ես կսարքեմ 0։ Ուրեմն Տրամփը, նախագահ Տրամփը, որ դուք ասում եք, չէ՞, մինչև Տրամփը եղել է Բայդենը, Բայդենից առաջ եղել է Օբաման։ Հիմա գանք հերթու, դրանից առաջ Ջորջ Բուշ փոքրը եւ այլն եւ այլն։ Բայց Ջորջ Բուշ փոքրից սկսենք։ Ջորջ Բուշը հանդիպել էր մի 2 անգամ կարծեմ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հետ։ Այդ հանդիպումների իտոգը ինչ եղավ։ Չկա Իրաքի պետություն, թալան, խաոս, սով եւ այլն եւ այլն։ Ջախջախեցին պետությունը, իսկ Սադամ Հուսեյնին կախեցին։ Յուգոսլավիա Միլոշևիչը դրեցին նույն ճակատագիրը, բամբի տարեցին մի հատ հիանալի երկիր,
սարքեցին հողին հավասար, մինչև հիմա ուշքի չեն գալի։ Բարակ Օբաման հանդիպեց Լիբիայի նախագահ Մուամմար Կադդաֆիի հետ։ Մի հատ է Սարկազի կար, եթե մի մարդու անունը Սարկազի է, Ֆրանսիայի նախագահ, ում փողերով իմիջիալով Լիբիայի փողերով, Մուամմար Կադդաֆիի փողերով դարձավ ինքը նախագահ։ Ինչ արեցին, ոչնչացրեցին մի երկիր, որտեղ որ վառելիքը, հոսանքը, գազը, ամեն ինչ ձրի էր իրենց երկրի համար։ Դաժանաբար սպանեցին։ Այս ճակատագիրն եք պատրաստում հայ ժողովրդին, պարոնայք, Պապոյաններ, Ռուբինյաններ, Կոնջոյաններ, Փաշինյաններ, այս եք պատրաստում։ Հիմա տեսեք, սիրելի հայրենակիցներ, նախ, որ այս չարաբաստիկը ընդ ոտերի տակ է անգնում Թրամփի սիրում է, որ ինձ ասես որ կանչե մարդիկ, ովքեր կատու են սիրում, որ ասես մի երկու հատ կատվի անկաժներին տալիս ես, կատվին մռմա, հիմա այս Նիկոլ Փաշինյանը այդ փիսիկներից է Թրամփի ձեռքում։ Ինչ են անում հիմա, տեսեք։ Նախ տտեղ Զանգեզուրի Միչանսկի մասին է գնում խոսակցությունը, ինչքան հանդիպել է, հենց դրա մասին է հանդիպել։ Երկրորդը, պարոն Պապոյան, Ռուբինյան, Կոնջոյան, հարցս հետևյալն է, $1 միլիարդ դուք փաթեցիք մեր ազգի գլխին։ Մեր ազգի գլխին դուք փաթեցիք $1 միլիարդ այդ խաղաղության այդ բանը, կլուբը, նաչնոյ, այդ ձևի կարելի ասել։ Եվ երրորդը, դուք բերեցիք ամերիկացիներին, բերեցիք Հայաստան։ Հələ չեք բերել մինչև վերջ, մենք թույլ չենք տա, որ ամերիկացու սապոկը մտնի Հայաստան, ընտրություններից հետո մենք դա կանենք։ Բերեցիք, որ մեր հարևան իրանական իսլամական պետությանը, որը որ մեր մտերիմ բարեկամն է, քանի որ նեղ օրվան Իրանի պետությունն է հասել հայ ազգին օգնության, 90-ականներին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյան դուք քանդեցիք եւ խաոսի վերածեցիք երկիրը, այդ ժամանակ պարսիկ ժողովուրդն է օգնել հայերին, թե հացով, թե ջրով, թե ամեն ինչով։ Հիմա բերեցիք մեր հարևան պետությանը, այդ թշնամուն սահմանին կանգնեցրիք հայ-իրանական, ինչ եք անելու։ Ինչ եք անելու։ Վարի եք տալի Հայաստանի Հանրապետությունը, չի ստացվելու։ Չի ստացվելու։ Ես ձեզ ասում եմ ամբողջովին պատասխանատվությամբ, չի ստացվելու։ Այն որ ասում է через мой труп ռուսը։ Կարակ արեք։ Կարակ, չնայած դուք գլխակեր եք նաև։ Ժողովուրդ ջան, հիմա տեսեք։ Դավաճանությունից, քանի որ մենք խոսացինք, ամեն ինչից, հա, իդեպ, պարոնայք, Պապոյաններ, Ռուբինյաններ, Կոնջոյաններ, մոտ ապագայում ես կխոսամ ձեր Տրամփի մասին, ձեր, որտեղ որ Էփշտեյնը, այս վերջերս որ համացանցերով, աշխարհով ցնցվեցին, պետդոֆիլիայի մասին, որի մասին շատ է սիրում մեր հոգևորական աշխարհից աղավաղելու եւ վարքաբեկելու ձեր Ալեն Սիմոնյանը։ Պետդոֆիլների Էփշտեյնի թեման ես շուտով կբարձրաձայնեմ, թե ձեր Տրամփը եւ մնացած այրեր այս աշխարհի ոնց են պղծում անչափահաս աղջիկ երեխաներին եւ տղաներին։ Սպասեք, սուրպրիզները դեր առջևում են։ Հիմա ժողովուրդ ջան, ինչի մասին որ խոսում ենք սկզբանե դավաճանության թեմաների, ուրեմն ձեզ ասեմ։ Նույն այդ Թրամփը, որը որ Գազայում երաշխիքներ էր տալի պալեստինյան ժողովրդին, Իսրայելի ջհուդների հետ կոտորեցին այդ ցեղը, կոտորեցին, գենոցիդի ենթարկեցին։ Հիմա սրանք ինչ են լոլոկ արթում իրանց Տրամփով, կամ ովա Տրամփը, հա, նախագահ մարդը, հասկացանք։ Ինչ անենք, որ իրանք գերպետություն են, մենք էլ պուճուր պետություն ենք։ Այ կոմունիստական գաղափարախոսությունը հենց այնտեղ է, որ յուրաքանչյուր մարդ հավասար է, այնի որ Տրամփը եւ Ամերիկայի նախագահը, նա ոչ մի բանով պետքա չլինի բարձր քո երկրի քաղաքացուց, քո երկրի նախագահից, քո երկրի վարչապետից։ Իսկ այդ ստրուկացման process-ը դա վայել է կապիտալիզմին եւ դուք պարոնայք գնում եք այդ ստորակացման, որ իրենք կարան ձեզի փիսիկի պես շոյեն, դուք էլ ձեզ լավ զգաք։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, կամ ում ձեռքն է սխմում ձեր վարչապետ կոչեցյալը, Ալիևի ձեռքն է սխմում, այդ ձեռքը, որը իրեն չոլաղ ձեռքով ստորագրեց եւ տվեց հերոսի կոչում Սաֆարովին, որը սպանեց մեր սպային, մեր հայ քաջ զինվորին,
այդ ձեռքն է սխմում։ Սաֆարովին հերոսի կոչում տվեց Ալիև այդ ձեռքը, եւ այդ մատերի տակ Ալիևի կա Արուն, պարոնայք քպականներ, իսկ ձեր վարչապետը հրճված սելֆի է անում Ալիևի հետ եւ սխմում է այդ ձեռքը։ Ամեղ տղային, ամեղ սպային քնած վիճակում է սպանում։ Այդ են ձեր թշնամիները, ավելի ճիշտ ձեր բարեկամները, մեր թշնամիները։ Մի պատմություն կիսատ մնաց ու ավարտվեց հանկարծ առյուծին անհաղթ գետնեցին քնած արեցին կացնահար մի քաջարի զինվորական Գուրգեն անվախ մի սպա 26 տարի ավարտվեց ափսոս կանգառավ մի չաձերքով դու պարքի արժան Գուրգեն Մարգարյան քեզ նման տղերք եղել են կան խոնարհում ու մեծ արգանք հայրենի երկրի Արցախ մեր ցավոտ տեղը իրանց համար չնայած փակված է Արցախը չէ դե երկում են վայ բոբոն գա պատերազմ այ միջայլոց պարոն Պապոյան այդ ում եք վախացնում ինչով եք վախացնում մենք չլինենք կլինի պատերազմ դուք մի եղեք թող լինի պատերազմ Հիմա բերներիդ բան է կարելի կլինի պատերազմ վստահեցնում եմ չի լինի պատերազմ իսկ Արցախը կվերադառնա եւ կվերադառնա առանց պատերազմի այդ ձեզ են տեսել թուլամորթներիդ կամ չեք կարող պայմանավորվել եք չգիտեն դրել եք գազ են տալի սենց արեք նենց արեք դուք էլ անում եք բա թուլ մարդուն բա ինչ պիտի անեն պարոն Պապոյան այ որ կլինի իշխանափոխություն ընտրություններից հետո եւ կգան հայերը կգան պարոն Պապոյան հայերը նվիրալ հայերը չի լինի ոչ պատերազմ կլինի Արցախ կլինի վերադարձ մեր Արցախահայությանը եւ ուշ թե շուտ ոչ թե մենակ Արցախը այլև Արևմտյան Հայաստանի հողերը կվերադառնան իսկական տերերին այսինքն հայ ազգին հիմա նենց որ մի վախեցրեք պատերազմով եթե դուք վախեցած եք ուրեմն դա ձեր խնդիրն է մտեք ձեր պատվալները եւ դողացեք թուրքը այդքան չկա որ հայը կարողանա վախենա պարոն Պապոյան ուրեմն տեսեք ձեզ ինչ եմ ասում պարոնայք լավ է տաղավարի կանգնած մեռնես քան տեսախ կյանքդ կզած ապրես Դա մի քիչ փողոցի ժարգոնը, հազար ներողություն, սիրելի բարեկամներ, բայց ես նախընտրում եմ այդպես, կանգնած մեռնել, ոչ թե կզած ապրել, թուրքի սապոգի տակ։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, խնդրում եմ տեսեք այս տեսահոլովակը, ինչ է ասում Շամիլ Բասաևը։ Погубить собственную другую, но ответственности ни у кого не было, никто не отвечал. И жизнь простых солдат ни во что не ценилась. Шушук тоже чисто сдали именно от того, что не было никакой организованности, не было никакого управления. Опять никто не отвечал ни за что. Все от этого и силы, возможности были. Там 4 моих муджахидов, и с ними где-то 11, по-моему, азербайджанцев, человек 15, они практически все ушли, они отдельно там 1,5 сутки держали оборону, 15 человек, а 2800 человек гарнизон практически все бросил и убежали, и все. В то время, кто с оружием, как с бронетехникой убегал с поля боя, это как герои были, потому что многие бросали и технику, все бросали. И еще что мы тогда удивились, все, кто там отступал, отступали вплоть до Баку. Такое странное
ситуация была. Просто сегодня это Խնդրեմ։ Շամիլ Բասաևը ասում է հետևյալը, որ հայերի դեմ կռվել աննարը, իդեպ, ովքեր չգիտեն, ասեմ, Շամիլ Բասաևը մոտ 10 տարի, 8 տարի կռիվ է տվել ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության հետ եւ սպանվել է դավաճանության շնորհիվ։ Մինչև վերջ մզզնում են ռուսներին։ Դա ականատես է եղել եմ ես։ Իսկ Շամիլ Բասաևը Արցախից փախել է։ Եվ տեսնում եք ինչ ասում, անհնարին է հայի հետ կռվելը, քանի որ հայը նվիրյալ է։ Հիմա պարոնայք ՔՊԱ-կաններ, եթե չեք տեսել այս տեսահոլովակը, խորհուրդ եմ տալի տեսեք։ Նա ստրատեգիկ եւ շատ գրագետ հրամանատար է Շամիլ Բասաևը, ասեմ ձեզ որ իմանաք, ի տարբերություն ձեր սուտի գեներալների։ Շամիլ Բասաևը ինչ է ասում, պարոնայք ՔՊԱ-կաններ, որ ընդամենը 100 հոգով կարելի էր պահել Շուշին։ Հիմա հարց ձեզ, ինչի չեք պահել, 100 հոգի մարդ չունեինք։ Ինչու չեք պահել Շուշի քաղաքը։ Ինչու եք հանձնել Շուշին եւ մնացած մեր տարածքները։ Ասենք Շուշին վառ օրինակը, որ ասենք դա հնարավոր չէր գրավել։ Թուրքերը վախեցած են եղել, փախել են, իսկ դուք դավաճանել եք, քանի որ հայը չի կարա վախենա։ Իսկ թուրքերը ո՞նց են փախել։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Namusun da orada. Eymen ne yapıyor? Koysana şu okşağı. Hani namus atların hani? Ben namus atların Տեսակ ժողովուրդ ջան, ադրբեջանցի կանայք տղամարդկանց ասում են դուք տղամարդ եք, ում եք թողնում, մեզ փախնում։ Այն նրանք փախել են, բայց մերոնք չեն փախել, մերոնք դավաճանվել են։ Դրա համար վերջաբանությունը, սիրելի բարեկամներ, իմ սիրելի հայ ազգ, հիշեք, դավաճանությունը, եթե թշնամուն կարելի է ներել, ապա դավաճանությունը ոչ, եւ ոչ մեկի։ Եվ կապ չունի դա ինչի դավաճանություն է, դա ընդամենը դավաճանություն է։ Ուրեմն լավ լսեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՔՊԱ-կաններ եւ մնացած այն մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենք ինչ են արել, դավաճանել են մեր հայ ազգին, թե չեն դավաճանել։ Ժողովուրդ ջան, այսքանն է ուզում ասեի։ Ընտրությունները առջևում են։ Ընտրությունը ձեր ձեռքն է։ Դուք եք որոշելու ապագան ձեր երեխաների, ձեր թոռնիկների, ձեր ապագա սերունդի, հայրենիքի եւ հայ ազգի։ Մտածեք ինքներդ, վերլուծեք։ Ուղղակի իմ ցանկությունն է, որպես հայ տղամարդ, որպես հայապաշտ մարդ, որպես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, այն կուսակցությունը, որը որ կոմունիստական գաղափարախոսությունը, սոցիալիստական գաղափարախոսությունը, դա ժողովրդավարական է, այլ կերպ չի կարող լինել։ Չի կարող լինել։ Խորհրդային միության տարիներում չկային միլիարդերներ, չկային մանկապղծություններ եւ հազար ներողություն անգամ լոզունգ կար, որ խորհրդային միությունում չկար անգամ սեքս։ Թե որտեղից էին ծնվում երեխաները, մարդիկ անգամ ամանչում են այդ դրա մասին խոսային։ Այսքանն է ուզում այսօր ասեի, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախքը հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական Արցախս, կեցե մեր ավակ քուր եւ եղբայրները, տատիկ եւ պապիկները ձեր ցավը տանեն, պինդ եղեք, ամուր եղեք, դուք եք մեր թիկունքը, դուք եք մեր մեծերը, ում ուսի վրա մենք կարող ենք հենվել։ Պինդ եղեք, ամուր եղեք, կեցե մեր սուրբ առաքելական հայ եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն։ Աստված բոլորիս պահապան։